Իրան, ԱՄՆ, Իսրայել ռազմական գործողությունները վերաճել են տարածաշրջանային պատերազմի։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի բացառում, որ մեր սահմաններին մոտ բորբոքված կրակը ավելի տարածվի, ընդլայնվի պատերազմի աշխարհագրությունը։ Արդեն իսկ որոշակիորեն կարելի է խոսել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի մասին եւ դրա վերաբերյալ իրանական հայտարարությունները եղել են մինչեւ այս պատերազմի սկսվելը։ Ըստ էության թիրախավորվել է ոչ միայն Իսրայելը, այլ նաեւ թիրախավորվել են Միացյալ Նահանգների ունեցած գրեթե բոլոր ռազմական ենթակառուցվածքները Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական պետություններում։ Եթե չանդարտվեն Վաշինգտոնն ու Թել Ավիվը, հնարավոր է Իրանը բացի Բահրեյնից, Քաթարից, Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հորդանանից, Իրաքից, որտեղ խփել է ԱՄՆ ռազմաբազաներին, թիրախավորի նաև նահանգների եւ Իսրայելի մյուս բարեկամներին տարածաշրջանում, կարծում է իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնին։ Բոլոր երկիրները, որ Միացյալ Նահանգները ռազմաբազաներ ունեցել է, համարյա թիրախավորել են, մյուս փուլին կարող է Իսրայելի համագործակցող եւ մոդիկ երկիրները նաեւ ավելանան այդ թիրախներին, պետք է տեսնենք դրա համար զգուշ են շատ, տեսնենք որ Ադրբեջանին կարող են հարվածներ, որովհետեւ նման լուրեր կա, որ բազի ամերիկական ռազմաբազաներ ասել են, որ ովքեր երկիրները, որ Իսրայելի հետ համագործակցում են եւ լայն ռազմավարական համագործակցություն ունեն, նաեւ կարող է ընկերվեն թիրախում։ Հարևան Հայաստանից, որ ջերմացնում է հարաբերությունները այսօր Իրանի դեմ պատերազմ սկսած Միացյալ Նահանգների հետ, հավատարմություն է ակնկալում Իրանը։ Այդպես պիտի անի, որ Իրանի հետ հարաբերություն է, որովհետև Իրանը իր հարևան երկիր է, որ հազարամյա հարևան է եւ պետք է այդպես դիրքորոշում ընդունի, որպեսզի չի վնասի Իրան-Հայաստան հարաբերությունները։ Փորձագետները նկատում են, որ գրեթե նույն սցենարով է պատերազմում Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցը տարածաշրջանում, ինչպես 2025-ի հունիսին։ 12-օրյա պատերազմը սկսվեց ու ընդհատեց Իրան-ԱՄՆ բանակցությունների հերթական ռաունդը։ Այս անգամ էլ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլից 2 օր հետո հրթիռներ ընկան Իրանի վրա։ Երբ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարում էր, որ իրականում մենք ունենք անվստահություն ԱՄՆ-ի նկատմամբ, որովհետև նախորդ բանակցությունների հետևանքը եղավ ռազմական գործողությունները Իրանի նկատմամբ եւ մենք վստահ չենք, որ այս անգամ նույն սցենարը չի կրկնվի։ Փաստացի նույն սցենարը տեղի ունեցավ։ Իրանի արձագանքն է ուրիշ, նկատում են փորձագետները։ Պատերազմի առաջին օրն անգամ ակնհայտ է, որ վերջին ամիսներին բաց աչքով է քնել Իրանը։ Այն, որ պետական գրեթե բոլոր շենքերում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել, հուշում է այդ մասին։ Դա ակնհայտ է։ Իրանագետների համար դեռ շաբաթներ առաջ էր կանխատեսելի այս պատերազմը, Միացյալ Նահանգներից հնչող կոշտ հռետորաբանության ֆոնին։ Ռազմագետները կարծում են ավելի ճիշտ կպատասխանեն։ Թրամփի ամբերության բաժակը վերջնականապես լցվել է, երբ այս տարի վերսկսված բանակցություններին իրանցի պաշտոնյաների շուրթերից չի հնչել ցանկալի նախադասությունը։ Մենք միջուկային զենք չենք ստեղծի։ Իրանագետները նկատում են, որ նահանգների եւ Իսրայելի գերնպատակն է ոչ միայն վերացնել միջուկային օբյեկտները, գիտնականներին, այլև բալիստիկ հրթիռները։ Թրամփն էր հայտարարել, թե դրանք սպառնալիք են Եվրոպայի համար եւ չի բացառվում, որ մի օր հասնեն նաեւ նահանգներ։ Ինչ վերաբերում է գիտնականներին վերացնելով կանխել որոշակի գործողություններ, բնականաբար Իրանը եւս այդ հարցում բավականին առաջխաղացում ունի եւ մի քանի գիտնականների վերացնելով փաստացի ոչ մի պետություն չի կարողանա Իրանի մտքին դրած, այսպես ասած, որևէ ծրագիր կանխարգելել։ Միացյալ Նահանգների թիրախում իրանցի բարձրաստիճան հոգևոր եւ ռազմական ղեկավարությունն է, նկատում են իրանագետները։ Նրանց գլխատելով Վաշինգտոնն ու Թել Ավիվը ցանկանում են իշխանափոխության հասնել Իրանում։ Թրամփն ուզում է այնտեղ հաստատել իր գերակայությունը, ու պատահական չէ, որ եւ Վաշինգտոնից եւ Թել Ավիվից իրանցիներին փողոց հանելու հայտարարություններ են հնչում։ Արևմուտքի ձեռագիրն է եղել, բացի ռազմական գործողություններից, նաև որոշակի ապստամբություններ հրահրել ցույցերի տեսքով, հավաքների տեսքով, որոշակի պետությունների տարածքում, որտեղ նրանք ունեն այսպես կոչված փափուկ ուժը։ Իսկ Իրանում ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ունի այն փափուկ ուժը, որը տարիներ շարունակ կուտակել է, ֆինանսավորել է եւ այս օրերին էլ անդադ շարունակաբար տեղի ունեցող ցույցերը Իրանում եւ երիտասարդների եւ ուսանողների կարող են հովանավորված լինել ԱՄՆ-ի կողմից։
որքան կշարունակվի պատերազմը։ Գուցե 2 շաբաթ, ինչպես նախորդ տարի։ Նկատում են փորձագետները, որ այն չի կարող ձգվել ամիսներ։ Այդ դեպքում Թրամփը պետք է մի կողմ դնի աշխարհի համար իր խաղաղասիրական ծրագրերն ու զբաղվի միայն Իրանով, աննախադեպ ծավալի ուժեր ուղարկի տարածաշրջան։ Գանա Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։